ձեզ։ Ուրախ եմ։ Պետք է խոստովանեմ, որ ես ձեզ հետևում եմ, որովհետև ամեն անգամ այս ճանապարհով անցնելը տեսնում եմ, թե ոնց սենց կտոր մեծանում, այո, շատ ուրախ եմ։ Ուր եք հասել վերջը։ Հասել եք, արդեն տեղ ենք հասնում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր սարքավորումները ու հագեցվածությունը, որը եզակի է Հայաստանում, ամեն ինչը ներմուծված է Հոլանդիայից, Դեբետ Շալկի ընկերությունից, հոլանդական վարդերի, հենց հոլանդական ջերմատուն է, ապակ է, 4.1 հեկտար միայն արտադրական տարածքն է, այս սպասարկման տարածքը 3000 քառակուսի մետր է։ Իսկ հողը ինչքան է ընդհանուր, որ ձեր տնօրինությանն է։ Նկատում եմ ընդլայնման տեղ ունեք։ Այս մասը ուզում ենք ընդլայնում ISO սերտիֆիկացիաների համար։ Լիզինգը որ մեկ էստի արդեն Ենթակառուցվածք ենք ստեղծել էկոնոմիկայի նախարարության ասել։ Այսինքն ռեալ կարող ենք ասել, որ մեր այդ ծրագրերը աշխատում են, հա։ Շատ ուժեղ։ Այդքան Այսինքն մոտ լրացուցիչ մոտիվացնում է ներդրման համար։ Այդքան մոտիվացում է, որ էլի շարունակելու ենք ու էլի։ Այո։ Իսկ հողերը ինչքան ժամանակում եք խոշորացրել հասել այս կետին։ 6 ամիս Բայց վատ չի 6 ամիս, որովհետև սովորաբար ավելի շատ են։ 6 ամիս տևեց, Բարոն Իվանյանը, որ մեզ շատ աջակցեց, շատ։ Եվ իրոք աջակցությունը, ոնց ասեմ, պետական աջակցությունը ուղղակի, անուղղակի, ամեն լեվելներից, ամեն բարձրությամբ աջակցություն է ստացել։ Հոյակապ է։ Միակ թերությունն է նա, որ դեռ վարդերը չեն ծաղկել։ Ուրիշ ծաղկեր են ուզում եք ձեզ տալ այսօր։ Հա, մի հատիկ։ Հենց մի հատ։ Ուրեմն անթերի է։ Գնանք այդ հիշարժան առաջին վարդն է։ Առաջին 3 տեսել չենք խաղել, սպասել ենք, որ ձեզ նվիրենք։ Մենք այստեղ 28 տեսակի սորտեր ունենք վարդերի, փնջային եւ միագլխանի, ամբողջ ձախ մասում միագլխանի վարդեր են, աջ մասում փնջային վարդեր են։ Հոյակապ է։ Առաջին ձախքումները զալում ենք, եւ որ արմատները ուժեղանան, երբ որ ուժեղանում են, երկրորդ ձախքումը կդրում ենք ու վաճառում ենք։ Ինքը բերքը տալիս է արդեն այս նոր աճած ճյուղերից։ Մենք ծռում ենք, որ ուժեղանա արմատները, ինքը հզորանա ծաղիկը, քանի այս մի կուբիկը, մի սատիլը տալիս է 5 տարի շարունակ ծաղիկ։ Հա, մի թուփը 5 տարի շարունակ։ 6 շաբաթը մեկ ծաղիկ աճում։ Նա կտրում ենք 6 շաբաթ հետո։ Բարև ձեզ։ Mēs կոլեկտիվ, հրաշալի կոլեկտիվ ունենք։ Իսկ ինչքան են աշխատում գյուղից։ Գյուղից, ցավ գյուղից։ Բոլորը գյուղից են։ 3 տեղից են։ Իսկ քանի հոգի կաշխատեն։ Մոտ 60 հոգի։ Շատ լավ է գյուղի համար։ Պարտավորումը, որ պիտի սկսենք 20 հոգի պիտի ավելանա։ 84%-ը առաջի անգամն է որ աշխատում։ Ներողություն, էլի դուք որտեղ եք ծնվել։ Ես Թուրքիայում ծնվել, Ֆրանսիայում մեծացել ես։ Այսինքն կարանք ասենք, որ Սփյուռքի ներդրում է։ Այո, միանշանակ։ Ունեք Ֆրանսիայի քաղաքացիություն։ Այո, Սփյուռքի Եվ Հայաստանի եւ Ֆրանսիայի։ Այո, եւ շատ կարեւոր է։ Ուրա բա այդ ծաղիկը։ Ցվետոչիկ ալինկի, ուրա։ Որն է։ Բա ինչի եկանք, մենք ծաղիկի հետևից ենք գնում։ Ավակ ջան, սպասի չկտրես, նա ինքը թփի վրա։ Ստեղ է։ Շատ լավ, գնանք։ Չէ, ոչինչ, կարևոր է այս։ Պատմական պահ է։ Արի արչև։ Հիմնականում կանայք են աշխատում ներսում։ Ու ոնց բանջարացն ասած 84%-ը իրենց առաջին աշխատանքն է, առաջին գրանցած։ Ճիշտն ասած, էդ է ուզում հարցնել կանաս, տենց անցանք, ուզում էի հարցնել, ստե նախորդի որտեղ եք աշխատել։ Հիմնականը չեն աշխատել։ Բայց լուրջ տրեյնինգ են կարել վերապատրաստում են։ Գտանք։ Ահա։ Հա, կտրում եք, կարելի է կտրել։ Այո։
Շնորհակալ եմ։ Զգուշացեք ուղղակի փշերը սրա շատ վատն են։ Շատ լավն է, շնորհակալ եմ, մեծ պատիվ է։ Այսպես տարեկան 6 Ներողություն եմ խնդրում կանանցից, չեմ նվիրելու ոչ մեկին։ Ստեղ ունենք 4 հեկտար, մոտավորապես 6 միլիոն ծաղիկ կունենանք տարեկան։ Կարող ենք մի բան հույս ունենք 7 միլիոն կամ 8 միլիոն նույնիսկ։ Դրա համար շատ վերջին տեխնոլոգիայով ենք սարքել։ Ավելի լավը չկա, հավասարը կա, ավելի լավը չկա։ Աբագի է, հոլանդական է, 6 մեծ բարձրությունով, միկրոհիդրատացիայով, ամեն ինչը վերջին տեխնոլոգիաներով տրված է, լավագույն գործիքներով։ Այսքան բանը տեսնելով մենակ մի բան կարամ ասեմ, շնորհակալ եմ ձեր ներդրած ջանքի համար, որովհետև մենք այդ ծրագրերը, որ ընդունում ենք, իրոք հասկանում եք պետությունը չի կարող, որովհետև մարդիկ շատ ասում են, դե աշխատատեղ բացեք, այս կառուցեք, այն կառուցեք։ Պետությունը, ասենք, եթե հիմա պետական հիմնարկ կառուցեր, հայելիքը կառուցեր, բայց մասնավորի գործունեություն մեր խնդիրն է նա, որ քաջալերենք, որ սենց աշխատատեղ Ֆանտան գյուղի համար վարչական ղեկավարը ճիշտ եմ չէ ասում 60 աշխատատեղը Ֆանտան գյուղի համար ինքը արդեն շոշափելի բան է ել չեմ ասում հեսա կսկսվի շարժ առևտուր կսկսի մարդիկ գնան գան վերջը սուրճ է վերջը մեկը մի խորտկարան կբացի եւ այլն մի հատ հյուրատուն կբացի իհարկե ների վրա արդեն երևում է բանվարջ։ Բա իհարկե, այդ է տրամաբանությունները, այսինքն երբ որ մի գրավիտացիոն կետ որևէ բնակավայրում բան է անելու, ստեղծվում է, ինքը արդեն իր շուրջ բերում է։ Էլ չեմ ասում այս նոր կուլտուրան, որը բացի տնտեսականից ինքը քաղաքակրթական շատ էական եւ կարեւոր նշանակություն ունի։ Գալի մի բան։ Ինչա։ Եվ այդ Հա, վարակույրը։ հա, ինչ հետաքրքիր է։ Աբագիները բացվում են, փակվում են, խոնավությունը, ջերմությունը, ամեն ինչ։ Ես ճիշտն ասած, ես միշտ տենց անցնել դառնալիս մտածում էի 1000 ներողություն, դեմ գիտելիքը այդքան բան չէր։ Մտածում էի, ասում էի, լավ, այս մարդիկ ինչ են բերում, այս ցուրտ վերջը բարձրադիր բան հատվածներում այն ժամանակ դե այս իրոք առաջին պահից, երբ որ գործը արվել, նկատել եմ, դե ինչքան կգնամ, անընդհատ ու որ տեսել եմ ինչ տեմպով է շարունակում, շատ ուրախացել եմ, ասում եմ, լավ, այս մարդիկ ինչ են բերում այս ցուրտ տեղը, ավելորդ գազի փող եւ այլն եւ այլն, եւ երբ որ Գագարինի բան գնացի, մի անգամ տենց ուղակի ոչ պաշտոնապես, հարցրի էլի, հիմա պարզվեց, որ ընդհակառակ այդտեղ արևի ուժը ավելի է եւ ընդհակառակ այդտեղ ջերմոցային տնտեսության։ Սա նշանակում է, որ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերը, որոնք արևային, այսինքն իրանք կարան մեծ կլաստեր դառնան եւ այսօր էլ ենք մենք պետքա խոսանք արդեն ընդհանրապես սահմանափակումների հարցը, որովհետեւ ելնի եմ ասում, ցավոք, ինչքան մենք փոքրացնում ենք, այնքան արձագանքը փոքրանում է, ինչքան մեծացնում ենք աջակցության բանը այնքան արձագանքը մեծանում է, պետքա մտածենք դրա մասին։ Վստահ չեմ։ Այստեղ 18 հեկտարի նորից կառուցվել։ Ուրիշները թե Մասնավորից արել են։ համայնքին էլ լավ, գույքար կառաջանում, հա։ Բավական առաջան մենակ շինարարության թույլտվությունը մի անգամից մի 30 միլիոն դրամ։ Վատ լուր ունենք ձեզ համար։ Երեք ներդրողների ակնկալիքներ, բայց կրճատել ենք, բայց չէ, բայց իրականում կրճատել ենք, դրա արդյունքում կշատանա։ Արդյունքում բան կլինի, այնց որ շատ հոյակապ բան է ստացվում։ Ես կարող ենք անել արդեն։ Երկու ընկերություններ Բարև ձեզ, սիրելի աղավնաձորցիներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Լավ, դուք ոնց եք։ Ինչ անուն եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երախում կամ։ Բարև ձեզ։ 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 Լավ եք։ Լավ, շատ լավ։ Տղաներ, լավ եք։ Ում չբարևեցի։ Բարև եք։ Բարև ձեզ, կներեք, ում չհասցրի ձեռով բարևեմ։ Այո, շատ հետաքրքիր է, թե ինչ է կստացել։ Փետրվարից բացվեց, արդեն 2 ամիս։ Գրանտային ծրագիրն է։ Այո, որը տեսել եք Loft-ով News Այո։ Live-ում, եւ Այստեղ լոֆթը չի, ուրիշ կազմակերպ։ այստեղ մեր կազմակերպությունն է Հայ առաջադեմ երիտասարդություն, Հայաստանում 4 երիտասարդական կենտրոն ունենք, որոնցից մեկը պետության եւ համայնքի հետ համագործակցությամբ այստեղ բացվեց։ Մյուս 3-ը որտեղ են։ Չարենցավան համայնքում, Վայոց ձորի Բայք համայնքում եւ Երևանում։ Լավ։ Հա, գիտեմ, հրազդանում ուրիշ առիթով կմտնենք անպայման։ Ես մի օր պատահական այնտեղ կմտնեմ։ Առաջին տպավորությունը արդեն շատ լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կենտրոնի երիտասարդական աշխատող Նանան հենց Աղավնաձոր բնակավայրի Ուրախ եմ շատ։ Ինչ եք անում, ինչով եք երիտասարդները զբաղվում։ գալիս են այստեղ եւ գրանցվում են սկզբում Ահա։ եւ իրենց արդեն միջոցառման են գնում տարբեր Ինչ ծրագրեր միջոցառում։ ունենք։ Կարող ենք հենց հիմա նայել ինչա այստեղ կատարվում։ Մի րոպե, մի րոպե։ Բարև ձեզ։ Լավ եք, նստեք։ Բարև ձեզ, ինչ եք խաղում։ Ահա, հələ մի հատ եկեք։ Ոնց եք խաղում այդ խաղը։ Նստի, բարև։ Նստի։ Ես համնում պետք է օվարացին ամշակում վերցնեմ։ Ստական հետաքրքիր տեղ է, շատ են սիրում հայերը գնալ։ Թայլանդ։ Շրի Լանկա։ Էնա վեկա։ Ես որն է իրակն։ Իրար։ Դու շուտ լսեցի։ Որին ակտիվացի։ Այ։ Թուրքմես։ Մալայ։ Դուբայ։ Շրի Լանկա։ Ասիայի մագտնվում։ Այ։ Ք։ Այո։ Մալը չի։ Ասիայի մաս ֆյով է սկսվում։ Ինչով։ Ֆյով։ Ֆիլիպինն է։ Այո, այո։ Գանա։ Մյով է սկսվում։ Մյանմար։ Մյանմար։ Բիրմա, այո։ Ասիայա։ Օման կա դրա նման մի հատ այլանն է եյով է սկսվում։ Այո։ Ես ինչ դժվար դրոշներ ա, ձեր դրոշներ։ Ես կոնն է։ Երկու բառից է բաղկացած, արևելյան ինչ-որ բան է, Ասիայի մագտնվում։ Թիմոր։ Ապրես։ Ահա, ճիշտ է, այստեղ որ են։ Ասիա, այո, Ինչ։ Լաոս։ Լաոս այ։ Չինաստան։ Չգիտեմ, բաժան։ Շատ եմ լսում արդեն։ Դուբայ։ Ասիան։ Պաղեստին։ Վրաստան։ Հյուսիսային Կորեա։ Ինչ ենք ուզում Աֆրիկա գնալ, մի քիչ էլ։ Չելի միշ։ Լավ դուք խաղացեք, ես նենացի։
Աջուր։ Այս հատվածը ամառային ավելի շատ հատվածն է, յուղում թերևս սրճարան եւ նման բաներ չկան ժամանցային։ Հոյակապ։ Կամրանը նաեւ կկարողանան ժամանցային վայրում։ Այսինքն սրճարան կլինի։ Կարծում ենք այո, սոցիալական ձեռնարկատիրության մոդելով կաշխատի։ Կենտրոնի մեջ ներդրումներ կարվեն։ Լավ Լավ տեսարան է։ Կարելի է Երևանից էլ գալ սուրճ խմել ստեղ տեսարանին։ Ավրանը շատ գեղեցիկ է։ Շատ լավ է, իմ մտքով էր դեր անցնում։ Հասանելի կլինի, այո, բոլոր Շատ լավ է, շատ կարևոր է։ Քանի որ ներսից դառնել, գոնե դրսից կարողանում ենք ապրել։ Իսկ քանի այցելու ունեք։ Երկու ամսվա ընթացքում ունեցել ենք 600 շուրջ այցելու, ինչի որ մեր նախատեսվածից շատ ավելի շատ է։ Հա։ Համար ենք այդքան նախատեսում։ Երկու ամսում Բարև ձեզ։ Ինչ եք անում դուք, ուղղակի ընթերցանությամբ եք զբաղված։ Շատ լավ է։ Դուք գյուղից եք։ Ձեր կյանքում ինչ-որ բան փոխել է կենտրոնը։ Իսկ որ չկար կենտրոնը ժամանցի ուրիշ ինչ վայր կար։ Ստեղ կարելի է սուրճ խմել, թեյ խմել, կարդալ, խաղալ, շփվել։ Շատ լավ է։ Լավն է։ Կարևորը աշխատանքի բառը։ Կարևոր աշխատանքի որակը շատ լավն է, երևում է, որ խնամքով արված։ Ահա։ Բարև ձեզ տղաներ։ Բարև ձեզ։ Դուք Աղամնաձորից եք։ Ձեր կյանքում ինչ է փոխել այս կենտրոնը։ Հա։ Լիքը լավ բաներ։ Օրինակ։ Օրինակ, խելաց ենք դառնում քեշ-քեշ։ Դե առաջ էլ եք խելացի, բայց ավելի խելաց եք դառնում։ Շատ լավ է։ Էլ չեմ սպորտ եք նայում։ Հիմա ասենք նախկինում որ ուզենայիք իրար հետ հավաքվեիք եւ ըմբշամարտը նայեք, որտեղ պետք է նայեք։ Տներից մեկում։ Հա, ստեղ ամեն տանը էլի։ Չէ, նկատի ունեմ, որ չկար կենտրոնը։ Հա, բայց այդտեղ երևի ավելի հարմար է, չէ, որովհետեւ տան շարժը եւ այլն, հետո հոգս պատճառել, այդտեղ ավելի հարմար է։ Հա։ Պարզ է կոնցեպտը։ Բացումից ի վեր արդեն 5 ֆիլմ եղել են։ Լավ, աստեղ էլ ենք ոնց որ ինչ-որ մի բանաձև գտել, որը կաշխատի։ Այսինքն լոֆտի օրինակը կա, այս տարի ունենք էլի գրանտային ծրագիր։ Չէ, դե գյուղի համար շատ ստեղ ինչ էր։ Այստեղ հիմա վերակոնֆերանս ծրագրն է։ Երեխեքը որ պետությունները Հա, այս մտել ենք ստեղ, հա, մի րոպե։ Բոլոր դռները մտանք, այսինքն։ Շատ լավ։ Լավ է։ Իհարկե կենտրոնը միայն այս գյուղին չի ծառայում, ինքը կենտրոնական դեր ունի 5 րոպեին կողմից ինքնամ Զարգաձոր։ Չէ, դե ինքը որ ձգողականություն ունենա կգան կողքի համայնքների։ Շատ լավ է։ Եվ ամբողջ համայնքում միակ կենտրոնը երիտասարդների։ Բնականաբար, ասենք, մենք որտեղ գյուղական բնակավայրերում sense կենտրոններ ունեցել ենք ընդհանրապես։ Սա նորություն է եւ շատ կարեւոր նորություն է։ Հիմա արդեն այս 10 րոպեի ընթացքում, որտեղ ինձ մի հետաքրքիր էր, բովանդակությունից բովանդակությամբ ենք լցնում եւ դա տեսանելի է ու շատ լավ է։ Հիմա հանրապետությունում քանիսն ենք։ Այսինքն մենք գրանտային ծրագիր ենք 20 միլիոն, հա, 26 միլիոն է գրանտային ծրագիր։ Այստեղ մոտ 36 միլիոն է։ Այո։ Գաղափարը հենց այդ է, որ մենք քաջալերենք, որպեսզի ինչ որտեղ այդ հնարավորությունը կա, օգտագործենք։ Այո, ծովների ակում ունենք, ամիս 70 այցել ունենք, հետաքրքրականություն ունենք ժամանակակիցներ, փորձում ենք համադրել կանապորն առավելը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ձեզ էլ լավ եք։ Ասում եմ լավ տեղ է ստացվել երիտասարդների համար։ Ինչ կա չկա, բա, ինչ հարցեր ունեք։ Ինչ ճիշտ է ժամանակ շատ չունենք, բայց ամենակարևոր մի երկու բան որ ասեք,
Կարևոր խաղաղություն ունենք, Խաղաղություն ունենք։ մնացածին կնշանակենք։ Այսինքն շատ ճիշտ եք ասում։ Խաղաղությունը լինի այն մնացած հարցերը չլուծվելու որևէ տարբերակ ուղղակի չկա, որևէ տարբերակ չկա։ Մեկ էլ մի բան կա, Խախսիում էլ ասացի, Խախսիում ասում են դե գյուղում այս խնդիրը կա, ասում եմ կլուծենք, ասում են այս մի խնդիրը կա, ասում եմ կլուծենք, ասում են մի խնդիրը կա, ասում են կլուծենք, ասում են բայց մի պայման կա, ասում են ինչ, ասում եմ դե չգիտեմ ներկաներից ով է որ տնտեսական գործունեությամբ զբաղվում է, կարող է մեկը այո, մյուսը ոչ, բայց համոզված եմ որ բոլորը ինչ որ տեղից խանութից ինչ որ գնում անում են։ Միակ պայմանն է նա, որ գնում անելիս ՀԴՄ կտրոն ստանաք, որպեսզի պետական բյուջեում միջոցներ գեներացվեն, որ այդ միջոցները ծախսվեն։ Հետո ասում եմ միջև հիմա որ ինչ խնդրեմ կա գյուղում որ չլուծված է, դա ինչի հետևանքն է։ Դա մի բանի հետևանք է, որ նախորդող շրջանում ոչ ՀԴՄ ենք ուզել, ոչ ՀԴՄ ենք վերցրել, ոչ դրա մասին մտածել ենք։ Այսինքն ես որ հաշվում եմ, իմիջիալս պարոն Խաչատրյան, հա չէ, իմիջիալս կարելի է մի հատ բան անել, էլի մոտավորապես, չգիտեմ, բանաձև անել, թե նախորդող շրջանում մեր չվերցրած, ընդ որում ես էլ Ժորժ ջան, այս հանկարծ չստացվի էլի, որ ես տենց ձեր մասին խոսում եմ, իմ մասին խոսում։ Ես իմ նախորդ շրջանը, որ հիշում եմ, ասենք տենց ա եղել, չենք վերցրել։ Հələ մի հատ էլ բան ենք արել, որ բայց փաստը է դա, փաստն է դա, որ մեր բազմաթիվ խնդիրներ չլուծված են, որովհետև չենք ես, առաջին հերթին ես, բայց որովհետև էդ էլ է, որ մի պահ գալիս է հասկանում ես, որ այդ շատ կարևոր դրդություն է։ Իսկ ձեր ասածը 100% ճշմարիտ է։ Այդ կուլտուրան ժողովրդի մեջ նոր է ձևավորվում։ Բայց ձևավորվում է այդ եմ Իհարկե ուզում։ ձևավորվում։ Շատ լավ, այդ հոյակապ։ Դելա գյուղերը, ուրեմն քաղաքում դա արդեն Հոյակապ է, շատ լավ լուր եք ասում, շատ լավ լուր եք ասում, շնորհակալ եմ։ Կենտրոնն շատ լավ է։ Մենական հանգստությունը, խաղաղությունը։ Ժողովրդի ուշքի միտքերը։ Խաղաղությունը ներկա է։ Հա հենց հիմա այս պայն ներկա է։ Բայց ես այդ բանն եմ անում, այդ համեմատությունն եմ անում, խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Որտեւ ես միշտ համեմատում եմ ինչքան մտածում եմ ավելի դիպուկ համեմատություն ես չեմ, համեմատում եմ երեխայի հետ։ Երեխան երբ որ ծնվել է, ինքը կա արդեն, ինքը մարդ է, ինքը ապրում է։ Բայց երեխային եթե խնամք չտանես երեխայի, չի ապրի ինքը։ Ընդ որում իրան պետք է շարունակաբար մինչև այն կետը խնամք տանես, որ ինքը արդեն ինքը սկսի խնամք տանել իր աշխատանքով եւ այլն եւ այլն։ Իհարկե խաղաղության պարագայում process-ը այդքան երկար չի, ես համոզված եմ, չնայած մեծ հաշվով երկար է, գիտեք, երկար է այն առումով, որ տասնամյակների թշնամանքը ինքը տասնամյակներ տևելու է հաղթահարելու համար, բայց կարևորը այս հիմքը դրված է, մենք արդեն ուղիղ 2 տարի է, ամիսը ապրիլ ամիսն է, 2 տարի արդեն լրացավ, որ մենք սահմանին մի զոհ, մի վիրավոր չունենք։ Ու դա այո, մեզնից է կախված եւ էս է պատճառը, որ մենք մեր ժողովրդին մի բան ենք ասում։ Ինչա՞ մարեմ ասում, շեշտում եմ։ Այս գյուղը 89 թվից, 90 թվից արդեն Շահումյանում ա եղել։ Մենք ջոգատ կազմած, փոքր գյուղ է, բայց մեծականակ ջոգատով մինչև 44 օրյա պատերազմ, մինչև Ղարաբաղի 23 թիվը ընդեղ ենք եղել։ Մեր տեղեկից ընդեղ են եղել։ Մենք տեսած ենք, այս ամեն ինչը տեսած ենք։ Մեզ հիմա տենող մարդու դապեջի, չտենողը կարող է ուզի, բայց տենողը դա կյանքում չի ուզի։ Առավել եւս այդ պարագայում ես շնորհակալ եմ ձեզ, ձեր դիրքորոշման ու ձեր ըմբռնման համար, որովհետեւ դա շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը անցած մարդիկ այդ դիրքորոշմամբ եք հանդես գալիս, դա շատ ուժեղացնում է խաղաղության տրամաբանությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Դե գնանք ձեր թույլտվությամբ։ Լավ եղեք։ Հաջողություն։ Առաջ։ Հաջողություն։ Տեսություն։